Շնորհակալություն, հարգելի գյումրեցիներ, մենք այսօր մեր հարազատ քաղաքի հերթական թաղամասերից մեկում ենք, Պոլիգոններ թաղամասում, ինչպես նշեց պարոն Արուշանյանը, մրցույթը հայտարարվել է Շիրակացի փողոցի վերակառուցման, ինքը քանի որ երկար փողոց է, մոտ 2.4 կիլոմետր, 1.5 միլիարդ դրամի ծախսեր, դա Գյումրու բյուջեով հնարավոր չէր իրականացնել եւ հիմա որոշ ընդդիմադիր գործիչներ շարունակում են թե այստեղ վարչական ռեսուրս են կիրառել, չգիտեմ ինչ են արել, իրավունք չունեն, կարծում եմ գյումրեցիներին հետաքրքիր չի ինչ տարբերակով, հետաքրքիր է որ քաղաքը սարքենք, փողոցները ցեխի մեջից հանենք, որպեսզի մեր քաղաքացիները իրենց զգան արժանավայել մարդիկ։ Մեր երեխաները, շնորհակալություն։ Մեր երեխաները քայլեն մաքուր փողոցներով։ Մեր քաղաքացիները երեկոյան ունենան ժամանցի վայրեր, պուրակներ, ջեմուղիներ, լուսավոր փողոցներ, ոչ թե անընդհատ ահազանգեր ստանան, որ մտության պատճառով այսիշ փողոցում քաղաքացին ընկել է դիդահորը, թափառող շների պատճառով երեխա է տեղափոխվել հիվանդանոց։ Այս բոլոր խնդիրները մենք կույկագրել ենք, որոշ խնդիրների լուծումներ արդեն իսկ տվել ենք կապված թափառող շների հետ, փողոցների լուսավորության, ժամանակավորապես խճապատումների, որովհետև մեր բնակիչների ուզածը մեծ բան չի, ցավոք սրտի բոլոր տեղերից ասում են շիբին, այսպես մի տեսակ վատ եմ զգում ես որպես գյումրեցի, որ մեր բնակիչները, իմ քաղաքի բնակիչների պահանջը շիբինն ու լույսն է, բայց պետք է փաստենք, որ այս մարդիկ մեր համաքաղաքացիները հոգնել են այդ ցեխից, ջրափոսերից, աղբից, տարիներով կուտակված այդ տնագային ավանների շին աղբից, հուսով եմ դուք օգնելու եք ինձ, կանգնելու եք իմ թիկունքին, մենք այս բոլոր աշխատանքները իրականացնելու ենք համատեղ, իմ համաքաղաքացիների վստահ օգնությամբ, իրենց գիտակից քվեարկությամբ, բոլորս համատեղ համերաշխ կարողանանք այս իրավիճակից դուրս գալ։ Շնորհակալ եմ բոլորիդ աջակցության համար։ Այսպես Գյումրու ընտրությունները այնպես է ստացվել, որ դարձել է աշխարհաքաղաքական, ամբողջ աշխարհը հետաքրքրված է Գյումրու ընտրություններով եւ մեր քաղաքական մրցակիցները հայտարարել են, որ 8-ը մեկի դեմ են, ես մեկն եմ, իրենք 8-ն են, ես համոզված եմ, գյումրեցիները ինձ մենակ չեն թողնելու եւ մարտի 30-ին իրենց ընտրությունը գիտակցաբար կիրականացնեն։ Շնորհակալություն։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան Սարի պես Գյումրու թիկունքին Քաղաքացիական պայմանագիր քվեաթերթիկ համար 1